Արմեն Պետրոսյան, Ազնանշովի նախագահ։ Այս պահին հիմնական ցուցակներով մեր ընտրատարածքում գրանցված են 565 հոգի։ Այս պահին 315-ի դրությամբ արդեն մոտ 240 հոգի արդեն քվեարկել են։ Ակտիվության մասին էլ ձեր ամեն ինչ ձեր աչքի դեմն է ընթանում, հենց որ կարաք ինքներդ համոզվեք, ակտիվությունը արդեն դուք ասեք, ակտիվա թե ակտիվ չի։ Բավականին ակտիվ է։ Ովքեր ավելի շատ մասնակիցները տեսնում են ոչ զինվորականներ։ Այս ընտրատարածքում հիմնականում քվեարկում են այն անձինք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները, ովքեր որ սովորում են բարձրագույն ուսումնական հաստատություններում, զինվորականներն են, որոնք որ էլի սովորում են համապատասխան բուհերում, գործողման մեջ են եւ այլ քաղաքացիները, ովքեր որ այս կամ այն պատճառով գտնվում են այսօր Երևանում։ Հայաստանի տարածքներն այս ընտրատարածքում։ Այո։ Իսկ քվեարկության ընթացքը խախտումներ կան, ինչ մանր-մունր թերություններ։ Այս պահի դրությամբ ոչ մի խախտում, ոչ մի թերություն չի եղել։ Առավոտվանից բազմաթիվ լրատվական միջոցներ են գտնվել մեր մոտ տարածքում, ձեզ են հրավիրում մնաք, բոլոր լրատվական միջոցներին առաջարկել են մնաք եւ 8-ից հետո տեսնեք ոնց են հաշվարկվելու ընտրության արդյունքները։ Իսկ ես կարգն եմ ուզում հասկանամ, ոնց է տեղի ունենում, այստեղ հաշվարկը տեղի ունենում, ինչքան ընթացքում է, այսինքն տվյալները ոնց են փոխանցվում Ստեփանակերտ եւ այլն, այդ գործընթացը։ Ուրեմն համաձայն ընտրության օրենսգրքի 2 ժամը 1 համապատասխան աշխատակիցը քարտուղարը հանձնաժողովի քվեարկած թվի մասին հաղորդում է կենտրոնական ընտրական հանձնաժողովին, օրվա վերջել, երբ որ 20:00-ին ընտրատարածքը փակվի, տուփից հանվելու են բոլոր քվեարկերտիկները, հաշվարկվելու են, համապատասխան կարգի արձանագրվելու են, փաթեթավորվելու են, կնքվելու են եւ ուղարկվելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Կարլեն Ավետիսյան, Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։ Պարոն Ավետիսյան, Արցախը նոր սահմանադրության ընդունման շեմին է։ Հիմնական փոփոխությունները, որոնք եք առանձնացնում։ Նախ ուզում եմ բոլորիս շնորհավորել փետրվարի 20-ի խորհրդի հետ կապված, որտեղ այդ օրը Արցախում հռչակված է որպես տոնական օր եւ խորհրդանշական է, որ հանրաքվեն սահմանադրությամբ մենք այսօր ենք հասկացնում, փաստորեն այս հանրաքվեն մեր անցած ճանապարհի առհավատչյան է, որ մեր ժողովուրդը եւս մեկ անգամ պետք է հաստատի, կարծում եմ, եւ կհաստատի, որ այն գաղափարը, այն նվիրումը, որ 88 թվականին իրենք մեր ընկերները, հայրերը, պապերը այս շարժումը սկսել են, այսօր է շարունակվում է եւ մենք հաստատում ենք եւս մեկ անգամ ազատ անկախ ապրելու մեր իրավունքը։ Մենք ունեցել ենք կառավարման տարբեր ձևեր եւ խորհրդարանական սկզբնական շրջանում Պաշտպանության պետական կոմիտե պատերազմի ժամանակ, երբ մենք մեկտեղեցինք մեր բոլոր հնարավորությունները, ուժերը, ունեցանք երկրորդ սահմանադրությունը, որը կիսանախագահական էր, եւ քննարկումների ընթացքում երկար է քննարկվել, քաղաքական ուժերը հատկապես քառօրյա պատերազմից հետո եկան այն եզրահանգման, որ այսօրվա պայմաններում Արցախի համար նպատակահարմար է ունենալ ուժեղացված նախագահական կառավարման մոդելը եւ հաստորեն նոր սահմանադրությամբ նախագահ լինելու է նաեւ գործադիրի ղեկավարը, միևնույն ժամանակ հակակշիռներ է ստեղծում ազգային ժողովի հետ միասին եւ կարծում ենք, որ այս մոդելը լիովին համապատասխանում է այն մարտահրավերներին, որ այսօր գոյություն ունեն։ Եվ ինչպես տեսնում եք, մեր ժողովուրդը հատկապես ուսանողություն այս տեղամասում այսօր բավականին մարդիկ են քվեարկում, հայտ են ներկայացրել 560 հոգի, դրանց մոտ 80%-ը, որոնք այսօր մասնակցում են Երևանի բուհերում սովորող մեր ուսանողներն ու կուրսանտներն են,
այս մասնակցության այս աճը, այս տեսնում եք ինչքան մարդիկ կան, չենք հասցնում, նաև վկայում է այն մասին, որ նրանք անտարբեր չեն եւ գնահատում են, կարծում եմ, այն մոտեցումները, որ քաղաքական ուժերի մոտ այսօր գոյություն ունի Արցախի։ Պարոն Ավետիսյան, խոսենք նաև ընդդիմադիր կարծիքների մասին, ասվում է, որ նախագահը ցանկանում է 10 տարի եւս կառավարել, սրա հետ կապված ինչ կասեք, դրա համար փոխում է սահմանադրությունը։ Ես մեր անցած պատմությունը պատմական առումով 25 տարին քիչ է, բայց եթե ովքեր պատմությանը մի քիչ ծանոթ են, մենք ընտրել ենք տարբեր մոդելներ, երբ շարժումը սկսվեց, այն ժամանակ ստեղծվեց այսպես ասած տնօրենների խորհուրդը, դիրեկտորների խորհուրդ էր կոչվում, կարճ տևեց, հետո նոր ձև ընտրեցինք, առաջին մեր պարլամենտը խորհրդարանական էր, մենք ճկուն ենք եղել, միջև հիմա կարող եմ ասել, գրեթե 100%-անոց այնպիսի մոդելներ ենք ընտրել, որ պատասխանել են ժամանակի այդ մարտահրավերներին։ Նույնն էլ հիմա կարող են տարբեր մոտեցումներ, կարծիքներ եւ ասեմ, որ Ղարաբաղում կային նաեւ քաղաքական ուժեր, որոնք սկզբունքորեն կողմ էին խորհրդարանական մոդելին, ասենք հայ հեղափոխական դաշնակցությունը։ Կար մոտեցում, որ գտնում էր, որ ընդհանրապես պետք չի խորհրդարանում սահմանադրության մեջ ոչ մի փոփոխություններ անել, բայց մենք չպետք է սպասենք, որ ասենք խնդիրներ առաջանան, որ մտածենք, նաև պետք է կանխատեսում անել եւ կարծում եմ, որ այս սահմանադրությունը նաև այդ մտածումների հիման վրա է ստեղծել։ Վերջին հաշվով, եթե մենք ես իրավունք չունեմ ասել, նախ ինչ է նշանակում համաձայն եմ կամ համաձայն չեմ։ Մարդիկ տարբեր կարծիքներ ունեն եւ դա ընդհանրապես կարծիք է։ Կարելի է քննադատել եւ կարեւորը միայն քննադատելը չէ, նրանք էլ իրենց մոտեցումներ ունեն։ Օրինակ մարդը ասում է, ես խորհրդարանական մոդելի կողմնակից եմ, բայց աշխարհում գոյություն են եւ խորհրդարանական, եւ նախագահական, եւ կիսանախագահական, միտեղ լավ է աշխատում։ Ուզում եմ ասել, միայն այդ մոդելը